Պատգամը սիրելի Աստծո ժողովուրդ, որ սրտիս կա ձեզ հետ բաժնեկցեմ, ես վերնագրել եմ հետևյալ կերպ. երբ ուժդ թուլացել է։ Կան այստեղ մարդիկ, որ ֆիզիկապես տկար են զգում, հոգևորապես իրանց տկար են զգում, կամ երբևիցե զգացել են։ Ամեն, չէ՞, կանք։ Բոլորս էլ մեր կյանքի ինչ որ փուլի մեջ, ինչ որ ժամանակի մեջ, ինչ որ օրվա մեջ, անգամ մարդիկ կան ամեն օր օրվա ինչ որ ժամի մեջ իրանց հոգևորապես, ֆիզիկապես, հոգեպես տկարացած են զգում, թուլացած են զգում եւ դրանց պատճառները բազմաթիվ են։ Եվ շատ կարևոր է, թե ինչ ենք մենք անում, երբ որ մենք տկարանում ենք։ Ինչ քայլեր ենք մենք ձեռնարկում, երբ որ զգում ենք, որ թե ֆիզիկապես, թե հոգեպես եւ թե հոգեվորապես մենք ինչ որ ձևով վնասվել ենք, տկարացել ենք, թուլացել ենք։ Եվ կուզեմ երկու հրաշալի անձնավորությունների, երկու Աստծո հրաշալի գեներալներից երկու միտք կարդալ։ Եւ առաջինը, որը կարդալու եմ Սմիթ Վիգսվորդի, որը Աստծո հավատքի գեներալներից կարելի ասել ամենակարկառուն դեմքերից մեկն է, հետևյալն է ասում. Սմա ես երբեք հարց չեմ տալիս Սմիթ Վիգսվորդին, թե նա ինչպես է զգում իրեն։ Ես ասում եմ մարմնիս, թե նա ինչպես պետք է զգա։ Աստծո ուժը գալիս է այն ժամանակ, երբ դուք սկսում եք գործել, չնայած ձեր թուլությանը։ Գիտեք, շատ անգամներ սիրելի Աստծո ժողովուրդ, մենք երբ որ զգում ենք տկարություն, մենք սկսում ենք մեր եսին, մեր անձին հարցեր ուղղել. ինչ անեմ, որ լավ լինի։ Ինչ անեմ քեզ համար, որ դու քեզ լավ զգաս։ Բայց Սմիթ Վիգսվորդը ասում է, ես նրան երբեք իմ եսին չեմ հարցնում, թե դու ինչպես ես քեզ զգում, ես նրան ասում եմ, թե դու ինչպես պետք է զգաս, թե դու ինչ պետք է անես, որ Աստծուն փառավորես։ Երբ որ մեր եսը մեզ թուլացնում է, մեր շնչավորը մեզ թուլացնում է, մեր ֆիզիկականը մեզ թուլացնում է եւ դրա պատճառներից ելնելով նաեւ հոգեվորապես ենք մենք սկսում թուլանալ, մենք սկսում ենք նրան հարցնել. ինչ անեմ քեզ համար, որ դու քեզ լավ զգաս։ Փոխարեն ասենք Սուրբ Հոգի զորացրու ինձ։ Ես չեմ ուզում, որ իմ մարմինը ինձ ասի, թե ես ինչ անեմ։ Ես ուզում եմ, որ իմ հոգին ինձ առաջնորդի, թե ես ինչ անեմ։ Եվ մեկ ուրիշ անձնավորություն, որից նույնպես մեկ միտք կկարդամ, Չարլզ Սպերջենն է։ Ասում է, տկարությունը մեզ ծնկի է բերում, իսկ ծնկի եկած վիճակը լավագույն դիրքն է զորանալու համար։ Գիտեք, շատ անգամներ, երբ որ մենք տկարանում ենք, այո, իսկապես մենք ծնկի ենք գալի։ Ցավոք սրտի շատ քրիստոնյաներ միայն տկարության ժամանակ, միայն խնդիրների եւ դժվարությունների ժամանակ է, որ հիշում են, երբ որ սկսում են արդեն խեղդվել, այդ ժամանակը, որ փրփուրներից կարճելով կանչում են Աստծո անունը։ Բայց Աստծո խոսքն ասում է, հենց այդ ժամանակ, անգամ երբ որ դու տկար ես եւ անգամ այդ տկարությունը քեզ ծնկի է բերել, այդ ժամանակ, երբ որ դու կանչում ես նրա անունը, այդ ժամանակ նրա զորությունը գալիս է քո վրա, որովհետեւ դու ոչինչ այլևս չես կարող անել, բայց նա կարող է ամեն բան անել։ Երբ որ դու ծնկներիդ վրա ես, մի վախենա, մի մտածիր, թող քո եսը չասի, որ դու վերջացած ես, դու կոտրված ես, դու այլևս ոչինչ չես կարող անել, դու այդ ժամանակ ասա, հենց այս ժամանակա, որ Տիրոջ զորությունը պիտի հայտնվի, որովհետև պատգամը սկսեմ վերջից։ Երկրորդ Կորինթացիների 12:9 գլխում Պողոսը երբ որ Աստծուն կանչեց եւ ասեց իմ տկարության մեջ ինձ զորացրու, ես այս տկարությունն ունեմ, Աստծո պատասխանը հետեւյալն էր, բայց նա ինձ ասեց իմ շնորհքը քեզ բավական է, որովհետեւ իմ զորությունը տկարության մեջ է կատարյալ դառնում։ Գիտես, երբ որ դու տկարանում ես, երբ որ քո ֆիզիկականը, քո շնչավորը տկարանում է, դու այդ ժամանակ աղաղակում ես Տիրոջը, կանչում ես, այդ ժամանակ նրա շնորհը ավելիով գալիս է քո կյանքի մեջ, իսկ երբ որ նրա շնորհը գալիս է, դու բարձրանում ես։ Չի կարող Աստծո շնորհքը թափվել քո կյանքի մեջ, քո վրա եւ դու չփոխվես, քո իրավիճակները չփոխվեն։ Երբ որ դու կանչում ես Տիրոջ շնորհքը, նրա շնորհը գալիս է եւ քեզ բարձրացնում է։ Պողոսին Աստված ասեց, հենց քո այդ տկարության մեջ է, որ իմ շնորհը կատարյալ ձևով քեզ բարձրացնում է։
որովհետև դու այլևս որևիցե տեղից, որևիցե մեկից, որևիցե մի բանից օգնություն չունես, այլևս ոչ մի բան քեզ չի օգնում։ Դեղերը չեն օգնում, ուրիշ մարդկանց միջամտությունը չի օգնում, բժիշկները չեն օգնում, քո մտածված որոշումները չեն օգնում, քո կատարած քայլերը չեն օգնում, այս բիզնեսը չի օգնում, այն մի բանը չի օգնում, բայց կա մեկը, ով քեզ կարող է օգնել, եւ դա Աստված է, որ իր շնորհքով գալիս է քո կյանքի մեջ եւ այդ ամենը մի կողմ դնելով ասում է ես քո կյանքում եմ։ Ես եմ այն ամենը, որի կարիքը դու ունես։ Երբ որ ուժը թուլացել է սիրելի Աստծո զավակ, գնա դեպի նա, կանչիր նրան, ծնկի արի նրա առաջ եւ կտեսնես նրա զորացնող զորությունը, նրա բարձրացնող զորությունը, ինչպես քո կյանքի մեջ կբարձրանա եւ դու կփոխվես, քո իրավիճակները կփոխվեն։ Այնպես եք նայում ժողովուրդ, ոնց որ նորություն եմ ասում։ Ասա ամեն։ Մի կասկածի սիրելիս։ Աստծո խոսքը Մատթեոս ավետարանի մեջ Հիսուսն ասեց. ամեն հոգնածներ եւ բեռնավորվածներ, եկեք ինձ մոտ եւ ես ձեզ հանգստություն պիտի տամ։ Չգիտեմ ինչ բեռ ունես հիմա քո վրա։ Չգիտեմ ինչ ֆիզիկական տկարություն եւ դժվարություն ունես քո կյանքի մեջ, քո մարմնի մեջ։ Չգիտեմ ինչ անհանգստացնող միտք ունես հենց հիմա, որ քո կյանքի մեջ կա, քո որոշումների մեջ, քո մտքի մեջ, քո մտածմունքների մեջ կա։ Գուցե դա քո անձնականին է վերաբերվում, գուցե դա քո ֆինանսականին է վերաբերվում, գուցե դա քո ընտանիքի ինչ-որ իրավիճակին է վերաբերվում, գուցե դա քո հոգևոր վիճակին է վերաբերվում։ Սիրելիս, Հիսուսն ասեց. այդ ամեն ինչով հանդերձ արի իմ մոտ։ Արի իմ առաջ, դրանք բերի իմ առաջ դիր, եւ ես դրանք պիտի վերցնեմ, եւ ես քեզ պիտի հանգստություն տամ։ Սիրելիս, երբ որ գալիս ես այս վայրի մեջ, դրանք մի թող դռան են կողմում, որպիսի հետո գնաս եւ վերցնես։ Դրանցով հանդերձ արի Տիրոջ ներկայության մեջ եւ ասա Տեր, այս անհանգստությունները, այս բեռները ես ունեմ իմ վրա, այս տկարությունները եւ թուլություններն ունեմ իմ կյանքի մեջ եւ ես սրանք չեմ թողնում դռան հետևում, որ նորից վերցնեմ ու գնամ։ Ես սրանք բերում եմ քո ներկայության մեջ, որպիսի դնեմ քո զոհասեղանի վրա, որպիսի դու դրանց լուծումը տաս եւ ես հանգստացած ու խաղաղ վերադառնամ իմ կյանքին, որպիսի ես կարողանամ ավելի ազատ քեզ երկրպագել եւ պաշտել, որովհետեւ սրանք ինձ անհանգստացնում են, սրանք ինձ խանգարում են քո առաջ ավելի հանգիստ ցատկել։ Երբևիցե զգացել եք, որ կան մտքեր, անգամ միտքը այնքան ծանրություն է տալիս, որ դու չես կարող Տիրոջ երկրպագության մեջ Տիրոջ առաջ ցատկել ֆիզիկապես, որովհետեւ այդ միտքը շատ ծանր։ Լավ էր ինչ որ մի պարգ լիներ քո ուսին, դու դրանով ավելի լավ կցատկեիր, բայց երբ որ կա միտք, որը քեզ անհանգստացնում է, որը քեզ թուլացնում է, որը խանգարում է, դրանք ավելի ծանրություն են պատճառում եւ դու չես կարողանում Տիրոջ առաջ ազատ լինել։ Հիսուսն ասում է. «Բեր դա, ամեն ինչը բեր իմ առաջ եւ արի ու ես քեզ հանգստություն պիտի տամ»։ Երբ որ ուժը թուլացել է, հիշիր, որ Հիսուսը կոչ անում քեզ իր մոտ գնալու։ Առաջի բանը, որ մենք կարիք ունենք, երբ որ զգում ենք թուլացած ենք, հիշենք, որ Հիսուս կանչեց իր մոտ։ Սիրելիս, երբ որ զգում ես, անգամ այդ փոքր ազդեցությունը սկսել է մոտենալ քեզ, միանգամից վազիր Տիրոջ առաջ եւ թույլ մի տուր, որ այդ ծանրությունը գա քո վրա։ Անգամ դեռ նա քեզ մոտենալիս, դու միանգամից գնա Տիրոջ առաջ, սա Տեր, նա մոտենում է ինձ, ես չեմ ուզում, նա իմ բաժինը չի։ Ես ուզում եմ խաղաղություն եւ հանգստություն իմ կյանքի մեջ։ Ես ուզում եմ խաղաղություն եւ հանգստություն իմ ծառայության մեջ։ Գիտեք, շատ անգամ ծառայությունները մեզ համար, շատերի համար բեռ եւ հոգս է դառնում, որովհետեւ այդտեղ ուղակի ծառայությունն է, ոչ թե Տիրոջ փառքը եւ Տիրոջ նպատակը։ Անգամ երբ որ դու զգում ես քո ծառայությունը քեզ համար, սիրելի Աստծո զավակ, որ դու ծառայող ես, եթե զգում ես այդ ծառայությունը քեզ համար բեռ է դառել, դու սիրով եւ դժվարությամբ սիրով չես անում, այլ դժվարությամբ, ուղակի պարտականությունից ելնելով ես անում, գնա Տիրոջ առաջ, ասա Տեր, ես չեմ ուզում քո առաջ պարտականությամբ ծառայել, ես ուզում եմ սիրով ծառայել քեզ։ Եվ թող այդ հոգսը, այդ բեռը քեզանից վերառնվի, եւ դու մտիր այն լույսի տակ, որը իսկապես քաղցր է եւ թեթև է։ Ամեն։ Եփեսացիների թղթի մեջ Պողոս առաքյալը
Առաջի գլուխ 18-19 խոսքերում ասում է, որ ձեր սրտի աչքերը լուսավորվի եւ ճանաչեք։ Երկու բան է շեշտում. ձեր սրտի աչքերը լուսավորվի, այսինքն ձեր տեսողությունը բացվի եւ ճանաչողությունը բացվի, որpիսի դուք հասկանաք նրա գերազանց եւ մեծ զորությունը, որով նա զորացնում է մեզ, բութադրվում հավատացյալներից։ Աստված զորացնում է բոլոր նրանց, ովքեր որ հավատում են իր անվանը։ Եվ ինչպիսի զորությամբ է զորացնում, Պողոսն ասում է, համաձայն իր զորավոր ուժի ներգործությամբ։ Ոչ թե այն ուժով, այն զորությամբ, որ մենք գիտենք, մենք պատկերացնում ենք, այլ այն զորությամբ, որը մենք չենք էլ կարող պատկերացնել, որը մենք չենք էլ կարող գնահատել ու չափել։ Նա հենց իր աստվածային զորությամբ է մեզ զորացնում։ Դրա համար Պողոսն ասում է, ես աղոթում եմ, որպեսզի ձեր միտքը եւ ձեր ճանաչողությունը Տիրոջ հանդեպ բացվի։ Ինչի համար մենք շատ անգամներ չենք կարողանում այնպիսի զորություն առնել, որ միանգամից մեր խնդիրները լուծվի, որովհետեւ չենք ճանաչում նրան այնպես, ինչպես որ նա կա։ Երբ որ մենք ճանաչենք նրա կատարյալ զորությունը եւ կանչենք այդ զորությունը մեր կյանքի մեջ եւ ընդունենք այդ զորությունը մեր կյանքի մեջ, մեր ամեն հարցերի, մեր ամեն խնդիրների լուծումը միանգամից կգա։ Չի կարող Աստծո զորությունը գալ մի վայրի մեջ, մի իրավիճակի մեջ եւ այդտեղ փոփոխություն չլինի։ Սա աստվածային կամքն է, սա աստվածային ներգործությունն է, սա աստվածային օրենքն է, որտեղ որ Աստված գալիս է, այդ վայրի մեջ փոփոխություն է տեղի ունենում։ Հիսուսը մտավ միջավայր, դևերը դեռ նրա որևիցե բառ չասած, որևիցե գործողություն չարած, միանգամից իրար անցան։ Ինչ ունես մեզ հետ, Աստծո որդի։ Գիտեք, երբ որ Աստծո ներկայությունը գալիս է, դիվային աշխարհը արդեն գիտի իր իրավիճակը ինչա լինելու, ինչա իր հետ կատարվելու։ Երբ որ Աստծո ներկայությունը գալիս է քո կյանքի մեջ, տկարությունները եւ դրանց արմատները գիտեն իրենց հետ ինչա պատահելու եւ սկսում են խառնվել։ Գուցե դու կանչում ես Աստծո ներկայությունը քո կյանքի մեջ եւ զգում ես, որ ավելի ինչ որ բան տակնու վրա եղավ, ավելի ինչ որ բաներ խանգարվեց, ավելի խախտվեց քո անդորը, սիրելիս մի վախեցիր, որովհետեւ դիվային աշխարհը խառնաշփոթի մեջ է անկել, որովհետեւ իրանց վախճանը եկել է քո կյանքում, քո այդ իրավիճակների մեջ, որովհետեւ Աստված եկել է, որպիսի քո տկարությունը քեզանից վեր առնի։ Եսայա մարգարության մեջ 40-րդ գլուխ 29 խոսքը մարգարեն ասում է, նա է հոգնածին ուժ տվողը, նա ավելացնում է տկարություն չունեցողի զորությունը։ Միայն նա։ Աստծո խոսքում որևիցե մի տեղ չես գտնի, որ ինչ որ մեկի ասի, որ այս մեկը տկարություն վերցնողա կամ զորացնողա։ Անկամ եթե ինչ որ Աստծո ծառաներ էլ եղել են միջոցներ այդ տվյալ իրավիճակի մեջ որևիցե մեկին բարձրացնելու, զորացնելու, դա ոչ թե նրանց ներգործությունն է եղել, ոչ թե նրանց զորությունն է եղել, այլ Աստծո օծությունը եւ նրա ներկայությունն է եղել այդ մարդկանց միջոցով, որպիսի ազդի տվյալ իրավիճակի մեջ։ Երկիր մոլորակի վրա եւ ամբողջ տիեզերքի մեջ, ամբողջ արարչագործության մեջ չկա մի զորություն, որ առավել լինի եւ բարձր լինի Աստծո զորությունից եւ կարողանա կատարել Աստծո զորության դերը։ Անկամ հրեշտակները, որ նրա փառքի մեջ են մշտապես, նրանք չունեն այդ զորությունը եւ իշխանությունը անելու ինքնական որևիցե մի բան, որը Աստված նրանց չի շնորհել եւ չի տվել։ Եվ այսօր կանչիր նրա անունը քո կյանքի մեջ, որովհետև միայն եւ միայն նա է քեզ զորացնողը եւ քո տկարությունը վերառնող։ Ամեն։ 3 քայլ եմ առանձնացրել, 3 իրավիճակներ, դեպքեր, թե ինչպես է Աստծո զորությունը գալիս մեր կյանքի մեջ եւ ինչպես է Աստված իր զորությունը գործածում մեր կյանքում։ Ինչպես է իր զորությունը բերում մեր կյանքի մեջ։ Առաջի բանը, որով Աստված մեզ զորացնում է, դա իր խոսքն է։ Եվ Աստծո խոսքի
Զորացնող 4 հիմնական հատկությունները կթվարկեմ հիմա իրենց որոշակի համարներով Աստվածաշնչից եւ առաջ կանցնենք տարբեր Աստծո մարդկանց իրավիճակների մեջ կնայենք, թե ինչպես եղավ, որ Աստված նրանց զորացրեց իրանց տկարության, իրանց ինչ-որ իրավիճակի մեջ։ Եվ առաջի բանը Աստծո խոսքի զորացնող հատկության հետևյալն է՝ նրա հեղինակությունը։ Գիտեք, երբ որ մենք հավատում ենք, որ այս խոսքը հեղինակավոր է, այս խոսքը, որ գրված է այստեղ, որը դարերի մեջ շարունակ հասել է մեզ եւ դեռ պիտի շարունակվի մինչեւ երկրի ամեն ինչի վախճանը, այդ խոսքը, որ հավիտենական է եւ կենթանի է, երբ որ հավատում ենք նրա հեղինակությանը, որ նա ունի զորություն, այդ խոսքը մեր կյանքում սկսում է գործել։ Եվ երբ որ դու էլ խոսում եւ հռչակում ես այդ խոսքը, լավ լսիր, երբ որ դու խոսում ես ինչ որ մեկի իրավիճակի մեջ, ինչ որ քո կյանքում ինչ որ իրավիճակի մեջ հռչակում ես Աստծո խոսքը, դու պետք է հավատաս, որ նա ունի զորություն եւ իշխանություն։ Եվ նա իզորու է գործադրել այդ ամենը, որովհետեւ Պետրոս առաքյալի առաջի թղթի 4 գլուխ 11 խոսքում Պետրոսն ասում է, նա ով որ խոսում է Աստծո խոսքը, թող խոսի այնպես, որպես Աստծո խոսք։ Ոչ թե քո բերանից դուրս եկած, դու չմտածես, որ դա դու արտասանեցիր, դա քո խոսքերն են, այլ որ հավիտենական կյանքի աղբյուր, հավիտենական թագավոր, հավիտենական Աստծո խոսքերն են, որը ոչ թե գրվել է 2000, 3000, 4000 տարի առաջ եւ միայն այն ժամանակ է ունեցել ազդեցություն, այլ նա ունի հավիտենական ազդեցություն եւ բոլոր իրավիճակների մեջ իզորու է գործադրել իր զորությունը։ Երբ որ դու այս հեղինակությամբ ես կանգնում եւ այդ հեղինակությամբ ես խոսում, այդ խոսքը հատում է ամեն բան, կտրում է ամեն բան, փշրում է ամեն բան։ Սաղմոս 2-ն ասում է Տիրոջ ձայնը, Տիրոջ խոսքը Լիբանանի մայրիները ջարդ ու փշուր է անում։ Դրա մասին ես պատգամ եմ տվել, եթե կհիշեք։ Եվ թույլ տուր այդ խոսքի զորությունը այսօր քո կյանքում բարձրացած են ամեն պարիսպները, այն ամեն պատերը, այն ամեն ժայռերը, որ բարձրացել են, այն ամեն մայրի ծառերը, որ բարձրացրել են իրանց հաստաբուն եւ խորարմատներով եւ քո կյանքի մեջ դժվարություն են բերում, թույլ չեն տալիս դու ազատ լինես Տիրոջ առաջ, թույլ տուր այսօր այդ խոսքի հեղինակությունը եւ զորությունը փշրի դրանք ամենը։ Ամեն։ Երկրորդ բանը, որ Աստծո խոսքի մասին Տիրոջ խոսքը տալիս է, հետեւյալն է՝ Աստծո խոսքը սուր է։ Խոսքը հոգևոր պատերազմի միակ հարձակողական զենքն է։ Երբ որ Եփեսացիների թուղթը կարդում ենք սպառազինությունը, չէ, հոգևոր սպառազինության մասին, բոլորը պաշտպանողական են։ Բայց միայն հոգու սուրն է, որ Աստծո խոսքն ասում է, վերցրեք հոգու սուրը, որը Աստծո խոսքն է։ Եվ նրանով միայն խոսքով մենք կարող ենք հարձակվել, պատերազմել, կռվել։ Մնացած ամեն սպառազինությամբ մենք ուղղակի կարող ենք պաշտպանվել։ Բայց սուրը խոսքը երբ որ կա, մենք հակամարտում ենք, մենք էլ ինքներս խփում ենք։ Եվ դրանով էր, որ Հիսուսը փորձության ժամանակ, երբ որ Սատանան ասեց, «Էս բանն անես, էս բանը կլինի», եթե ասես քարերին հաց դար, եթե ընկնես ոչ մի բան չի լինի, Հիսուսը ամեն դեպքում ասեց, գրված է։ Ամեն ժամանակ, երբ որ Սատանան նրան վրա հարձակվեց, Հիսուսը հակահարված տվեց խոսքի սրով։ Գրված է։ Նա միշտ պատյանից հանեց այդ խոսքը եւ ասեց գրված է, եւ այդ գրվածքը իմ ձեռքում է։ Եվ այդ գրվածքը իմ կյանքի մեջ է, եւ այդ գրվածքը իմ սրտի տախտակների վրա է, եւ այդ գրվածքը իմ մտածմունքների մեջ է, որովհետեւ Աստծո խոսքը Հեսուի գրքի մեջ ասում է, որպիսի այդ խոսքը վերցնես, մտածես դրա վրա եւ դա քո կյանքում իրականություն դարձնես։ Հենց այդ ժամանակ ասում է, որ իրական դժվարություններդ, քո առաջ ճանապարհները հարթ կդառնան։ Հենց այդ ժամանակա, որ դու հաջողակ կլինես։ Սիրելիս, այդ խոսքը որպես սուր մի պահիր պատյանիդ մեջ։ Գիտեք, շատ անգամներ ցավոք սրտի մենք գիտենք, որ գրված է։ Եվ այդ գրվածքը ուղղակի պահում ենք պատյանում։ Լավ է, գրված է, գիտեմ, որ գրված է, բայց ինչ օգուտ, եթե այդ սուրը չես անում պատերազմի ժամանակ։ Ինչ օգուտ, եթե զենքերն ունես, բայց չես կիրառում, սիրելիս։ Երբ որ տկարանում ես, թուլանում ես, Սատանան հարձակվում է, այդ գրվածքը հանիր։
Ասա տես, նա իմ ձեռքի մեջ է։ Ես հենց այդ գրվածքով, որով դու ինձ մոտենում ես, ես այդ գրվածքով էլ քեզ կհարվածեմ։ Դավիթը, երբ որ գնաց Գողիաթի դեմ, ասեց ես քո առաջ գալիս եմ Աստծո անունով։ Իսրայելի Աստծո անունով, Իսրայելի զորքերի Աստծո անունով։ Եվ երբ որ նրան հարվածեց, պարսատիկով վայր գցեց, ասма գնաց, վերցրեց նրա իսկ սուրը եւ գլուխը կտրեց։ Հենց այդ իրավիճակները, որով նա գալիս է քո դեմ, թշնամին գալիս է քո կյանքի մեջ, եւ այդ սուրը, չգիտեմ, ինչ զենք է բարձրացնում, ինչպիսի կեղծիքներ է բերում քո կյանքի մեջ, ինչպիսի սխալ մտքեր է բերում քո կյանքի մեջ, հենց դրանք էլ վերցրու եւ դրանով իրան հարվածի։ Հենց այդպիսին էլ նրան հարվածի, որպիսի նրա գլուխը թռնի իր վրայից։ Թույլ մի տուր նա իր գլխով քո առաջ կանգնի։ Կտրի գլուխը։ Չողորմես երբեք իրան։ Ոչ մի իրավիճակիդ առաջ ողորմություն ցույց չտաս։ Ոչ մի տկարությանը, դժվարությանը, որը քո վրա հարձակվում է, ողորմություն եւ կոմպրոմիսի չգնաս նրա առաջ։ Կտրի գլուխը ու շպրտի։ Եվ հաջորդ բանը, որ Աստծո խոսքի մասին ասում է նրա զորացնող հատկության, Աստծո խոսքը լույս է։ Աստծո խոսքն այն ջահն է, որը լուսավորում է մեր ճանապարհները, որպիսի մենք չշեղվենք եւ չսայթակենք։ Սաղմոս 119-105 խոսքը ասում է. քո խոսքը ճրագ է իմ ոտքերին եւ լույս իմ ճանապարհներին։ Ամեն։ Երբ որ այդ լույսը քո ձեռքերում է, երբ որ այդ ճրագը քո ձեռքերում է, երբ որ խոսքը քո կյանքի մեջ է, նա քո ճանապարհները լուսավորում է։ Քո քայլերը լուսավորում է եւ դու տեսնում ես, արդյոք դու Աստծո նպատակի մեջ ես քայլում, թե ոչ։ Երբ որ խոսքը չկա քո կյանքի մեջ, քո կյանքում չկա նաեւ լույս։ Եվ դու չգիտես ուր ես գնում։ Բայց երբ որ խոսքը գալիս է եւ այդ խոսքը դու կյանք ես դարձնում քեզ համար, ոչ միայն ուղակի ձեռքիդ ես պահում, այլ քո կյանքի մեջ ես ներդնում, դու ամբողջությամբ այդ լույսով ես լցվում եւ դու ինքդ քեզանից լույս ես ճառագում։ Եվ քայլում ես ու ոչ միայն քո ճանապարհը կլուսավորես, այլ նաև քո շուրջը եղողների։ Ամեն։ Թույլ տուր այդ զորությունը գործի քո կյանքի մեջ։ Լույսը իր մեջ ունի զորություն, նախցրում է խավարը։ Եվ վերջի բանը, որ կասեմ խոսքի մասին, նա կերակուր է։ Աստծո խոսքը կերակուր է։ Երբ որ Սատանան Հիսուսին ասեց, ասա այս քայլերը թող հաց դառնան եւ ուտես, որպիսի կշտանաս, Հիսուսը պատասխանեց. գրված է, մարդ ոչ միայն հացով, այլ Աստծո բերանից դուրս եկած ամեն խոսքով պիտի ապրի։ Պիտի կշտանա։ Սիրելիս, այս խոսքը ունի կշտացնող, հագեցնող, բավարարող հատկություն։ Երբ որ ուտում ես այս խոսքը, դու զորանում ես։ Գիտեք, Սատանան երբ է գալիս, դժվարությունները երբ են գալիս, երբ որ դու ինչ որ մի ընթացքում գնացել ես եւ թուլացել ես։ Երբ որ փորձության ժամանակ Հիսուսը նախքան փորձությունը Աստծո խոսքն ասում է 40 օր եւ 40 գիշեր անապատում ծոմապահության մեջ էր։ Եվ ասում է քաղց զգաց։ Եվ հենց այդ ժամանակ էր, երբ որ Հիսուսը իր մարմնի մեջ ֆիզիկական թուլություն եւ տկարություն զգաց, Սատանան միանգամից մոտեցավ։ Գիտեք, Սատանան քեզ չի մոտենա, երբ որ դու զորավոր ես, որովհետեւ գիտի, կարող է մի հատ հարված տաս ու կգնա։ Բայց երբ որ դու սկսում ես ինչ որ մի բանից արդեն կաղել, միտեղ քո միտքը կաղում է, միտեղ քո հավատքը թուլանում է, միտեղ կասկածը գալիս է եւ դու դնան թեթևակի տեղիք ես տալիս, ինքը միանգամից գալիս է տեղից բռնելու։ Այդ վերքից բռնում է ու սկսում է քիչ-քիչ սխմել, ցավացնել, որpիսի դու տրվես իրան։ Բայց ինչ ասում Աստծո խոսքը, Հիսուսին երբ որ ասեց, ասա թող հաց դառնա այս քարերը, կեր կշտացիր, զորացիր, վատ բաներ ասում, վատ բան չէր ասում։ Այն ինչ որ պետք էր Հիսուսին, որ զորանար, կշտանար, ուտեր, հագենար, չէ՞։ Բայց Հիսուսն ասեց, դա չի իմ կարիքը ավելին է, ավելի բարձր մակարդակի մեջ է։ Իմ կարիքը հոր կամքը կատարելն է։ Ես կարող եմ ֆիզիկապես թույլ լինել, բայց հոգևորապես զորանալ եւ Տիրոջ կամքը կատարել։ Հիսուսի նպատակը հոր կամքը կատարելն էր,
նա ջրհորի մոտ նստած, թեև սոված էր, շոգ ժամանակ էր, բայց նա նստած չսպասեց, մինչև աշակերտները հաց բերեն, ուտի կշտանա նոր ծառայի։ Նա տեսավ, որ կա իրավիճակ, որի հարցի պատասխանը պիտի տա, կա մեկը, որը կարիք ունի փրկության, նա միանգամից գործի դրեց աստվածային կամքը եւ սկսեց ծառայել այդ կնոջը։ Եվ այդ կնոջ միջոցով ամբողջ Սամարիայի մեջ մեծ արթնություն եւ փրկություն եղավ։ Սիրելիս, երբ որ դու քո ֆիզիկականի վրա ճնշում ես գործադրում եւ մի կողմ ես դնում քո թուլությունները եւ կատարում ես հոր կամքը, որպիսի մարդկանց կյանքի մեջ փրկությունը գա, Աստված իր խոսքով քեզ կզորացնի ավելի, որ երբևիցե դու կարող ես զորանալ ֆիզիկական եւ նյութական որևիցե բան օգտագործելով։ Դու կարող ես լավ կերած, խմած, կուշտ լինել, բայց չանես այն գործը, որը Աստված կամենում է, բայց դու կարող ես լինել տկար, թուլացած, սոված, բայց Աստծո փառքը ավելի զորավոր երևա քո ծառայության եւ քո գործի մեջ։ Դա միայն այն դեպքում, երբ որ դու սնվում եւ կերակրվում ես այս խոսքով։ Այս խոսքը ունի կերակրելու, հագեցնելու եւ զորացնելու զորություն, հատկություն։ Վերցրու սա եւ կեր։ Ամեն Տեր։ Ամեն Հիսուս։ Հովնաթանը մի պատմություն Աստծո խոսքում, երբ որ կարդում ենք, ասում է Հովնաթանը, երբ որ Իսրայելը պատերազմի մեջ էր եւ իր հայրը մի հատ երթում էր անել տվել ամբողջ ժողովրդին, ամբողջ Իսրայելին, որ մինչև երեկո որևիցե մեկը իր բերանը բան չդնի, մինչև որ թշնամիներին հալածի։ Բայց Հովնաթանը այդ ժամանակ տեղում չէր, չգիտեր իր հոր արած երթման իրավիճակը, տեղյակ չէր, որ երթվել ա տվել եւ ինքը դրան մասնակից չէր եղել։ Եվ ասում է, երբ որ մտան անտառ, նա հոգնած էր, տկարացած էր ամբողջ Իսրայել ժողովուրդը պատերազմից։ Եվ ասում է, տեսավ մեղրը գետնին հոսող, մեղրախորիս, եւ ասում է, իր ձեռքի գավազանը մեկնեց, կոխեց այդ մեղրախորիսի մեջ եւ բերանը դրեց, ու ասում է, նրա աչքերը լուսավորվեցին։ Եվ նա ամբողջ ժողովրդին էլ քաջալերեց, որպիսի ուտեն եւ զորանան եւ պատերազմեն։ Գիտեք, շատ անգամներ, սիրելիներս, մենք մեր կրոնավորությամբ որևիցե երթումներ ենք անում, որ այս բանը չենք անի, այս բանը չի լինի, այս քայլին չենք գնա, մինչև որ այս իրավիճակի լուծումը չտանք, սա աստվածային չի։ Դու կարիք ունես զորանալու, դու կարիք ունես առօրյա քո հոգևոր ընթացքի մեջ առաջ գնալու, սնվելու, աղոթքի մեջ գնալու, գործելու, որպիսի կարողանաս հաղթահարես։ Եթե Աստված քեզ չի առաջնորդել նմանատիպ քայլի գնալու, սիրելիս, մի մտիր դրա մեջ։ Մի մտիր կրոնավորության մեջ։ Աստված կրոնով չի գործում, Աստված գործում է իր խոսքի զորությամբ, Աստված գործում է իր հոգու զորությամբ։ Եվ երբ որ Հովնաթանը կերավ մեղրախորիսը, Աստծո խոսքն ասում է, Աստծո խոսքը ավելին է։ Եթե մեղրախորիսը կարող էր Հովնաթանին զորություն տար, նրա աչքերը բացել, Աստծո խոսքն ասում է, Աստծո խոսքը մեղրից ավելի քաղցր է, ավելի զորավոր է, ավելի հագեցնող է։ Սիրելիս, այսօր քո գավազանը մեկնիր Աստծո խոսքի մեջ, թաթախիր եւ տար քո բերանը։ Թույլ տուր քո աչքերը լուսավորվի այդ խոսքի զորությամբ, եւ դու կտեսնես, թե որ ուղղությամբ թշնամու վրա հարձակվես, թե ինչպես թշնամու վրա հարձակվես, ինչպիսի զենքերով հարձակվես, ինչպիսի պաշտպանությամբ պաշտպանվես։ Եվ կտեսնես Աստծո զորությունը քո կյանքի մեջ արձակված եւ քո հարցերի լուծումը ստացած։ Ամեն։ Սպերջենից եւս մեկ խոսք պետքա կարդամ, ասում է Աստվածաշունչը, այսինքն Աստծո խոսքը նման չէ կենթանաբանական այգում պահվող առյուծի։ Աստծո խոսքը նման է վայրի առյուծի, բաց թողեք նրան եւ նա ինքը կպաշտպանի իրեն։ Գիտեք, շատ անգամներ մենք Աստծո խոսքը, որ ասեցի, գիտենք, գրված է։ Մենք այդ իրավիճակով այդ խոսքը, այդ առյուծին, որը իզորու է, հոշոտելու, պատառելու, ջարդելու, փշրելու, մենք պահում ենք վանդակի մեջ, մի սիրուն անկյունում, հրաշալի դարակի մեջ, ասում ենք լավ է, մաքուր մնա, չկեղտոտվես, չթերթվես, հանկարծ չճղվի, սիրելիս, դրան արձակիր,
բաց թող եւ նա ոչ միայն իրեն կպաշտպանի, այլ նաեւ քեզ։ Այդ խոսքը արցակիր քո շուրթերից, այդ գրվածքը արցակիր, իրան հանիր պատյանից եւ արցակիր, թույլ տուր նա գործի, կատարի իր գործողությունը, որի համար գրված է, որի համար արցակված է քո կյանքի մեջ, ամեն։ Թույլ տուր այդ առյուծը քո կյանքի մեջ գործի եւ դու կտեսնես նրա զորությունը։ Առաջի Թեսաղոնիկեցիների 5-րդ գլուխ 11 խոսքը։ Երկրորդ կետը իր ծառաների միջոցով, առաջինը Աստված զորացնում է մեզ իր խոսքի միջոցով, երկրորդը իր ծառաների միջոցով։ Ասма դրա համար միմյանց քաջալերեք եւ ամրապնդեք, ինչպես որ արդեն անում եք։ Սիրելիս, Աստծո խոսքը մեզ ամեն մեկից քաջալերում է, միմյանց քաջալերել, միմյանց զորացնել, միմյանց ամրապնդել, այն հավատքի մեջ, որ ունենք, այն գործողությունները, որ անում ենք ժամանակ առ ժամանակ։ Եվ Աստծո խոսքն ասում է ամեն ժամանակ դա արեք։ Ոչ թե մի անգամ արեցիր, քեզ լավ զգաս, որ ինչ որ մեկի քաջալերել ես, զորացրել ես, բարձրացրել ես։ Աստծո կամքը քեզ համար, ինձ համար, ամեն մեկիս համար հետևյալն է։ Միմյանց տեսնում ես քո կողքը, ինչ որ մեկը տկարության եւ դժվարության մեջ է, նրան քաջալերիր։ Աստծո խոսքով նրան բարձրացրու եւ զորացրու։ Դա է Աստծո կամքը ամեն մեկիս համար, որպես Աստծո ծառաներ ամեն մեկս կարիք ունենք այս քայլի մեջ առաջ գնալու, առաջ շարժվելու, միմյանց քաջալերելու եւ բարձրացնելու։ Մի սպասիր, որ ինչ որ մեկը քեզ բարձրացնի, դու ինքդ տար այդ քայլը, ինչ որ մեկին բարձրացնելու։ Աստծո խոսքն ասում է, այն ինչ որ ուզում ես որ քեզ անեն, դու ինքդ դա կատարիր։ Ուզում ես բարձրանաս, ուզում ես քաջալերվես, քաջալերիր եւ բարձրացրու։ Ամրապնդիր ինչ որ մեկին։ Եվ Աստված էլ մեկին կդնի քո կողքին, որ քեզ կբարձրացնի եւ կքաջալերի։ Մովսեսը երբ որ տկարության մեջ էր, դժվար իրավիճակի մեջ էր, պատերազմ էր գնում Իսրայել ժողովրդի եւ թշնամու դեմ, Աստծո խոսքն ասում է, Մովսեսը երբ որ իր ձեռքերը բարձրացնում էր, ինչ էր լինում, թշնամին պարտվում էր։ Հենց հոգնում էր, իջնում էր, թշնամին էր սկսում հալածել։ Եվ ասում են նրա կողքը կային մարդիկ, ովքեր որ տեսան, որ երբ որ Մովսեսի ձեռքերը բարձր է, Իսրայելը հաղթում է։ Եվ ասում է Հեսուն եւ Օվրը մի քար դրեցին Մովսեսի մոտ, նրան նստեցրեցին եւ նրա ձեռքերը վեր բարձրացած պահեցին։ Եվ ինչքան ժամանակ որ նրանք ձեռքերը վեր էր պարզած, Մովսեսի ձեռքերը բարձրացած էր մինչև երեկո, Իսրայելը իր թշնամիներին հալածեց եւ ջարդեց։ Սիրելիս, դու կարգված ես որպես Հեսու եւ Օվր, Մովսեսների ձեռքերը բարձրացնելու։ Երբ որ տեսնում ես Աստծո ծառաները իրանց ձեռքերը բարձրացրել են աղոթքի, եկեղեցու աճի, եկեղեցու հաղթության, Աստծո արքայության հաղթանակի համար, երբ որ տեսնում ես ինչ որ իրավիճակում նրանց ձեռքերը թուլանում են կամ կարող են թուլանալ, մի սպասի որ թուլանա իշնի, ուղղակի բարձր պահի, ինչպես քո աղոթքով, քո բարեխոսությամբ, քո խորհրդատվությամբ, քո կողքինի համար եղիր խորհրդատու եւ եղիր բարեխոս։ Այս երկու ձեռքերի բարձրացումը այդ երկու նշանակությունն ունի, բարեխոսությունը եւ խորհրդատվությունը։ Դու կարող ես քո կողքը եղող քրոջը եղբորը տեսնաս իր ձեռքերը թուլացել է, տկարացել է եւ չի կարողանում առաջ գնալ, չի կարողանում իր պատերազմների մեջ հաղթանակ ունենալ։ Դու նրան քո խորհուրդներով, որ Աստված կտա իմաստություն նրան խորհուրդ տաս եւ քո աղոթքի բարեխոսության միջոցով նրան բարձրացրու Տիրոջ առաջ եւ օգնիր, որպիսի իր պատերազմների մեջ հաղթանակ ունենա, սիրելիս, որովհետեւ դու կանչված ես Տիրոջ ծառան եւ Տիրոջ բանակի զինվորը լինելու։ Դու կարիք ունես կատարելու այդ կոչումդ քո կյանքի մեջ եւ միմյանց բարձրացնելու, միմյանց քաջալերելու եւ միմյանց ամրապնդելու համար։ Ամեն։ Եվ երրորդ բանը, շատ չեմ մանրանա այս ամեն կետերի վրա, երրորդն էլ կասեմ եւ ավարտենք ու կանգնենք աղոթքի, որովհետեւ ժամանակն արդեն լրանում է։ Երրորդ միջոցը, որով Աստված գործում եւ զորացնում է, դա գերբնական միջամտությունն է։ Հիսուսը երբ որ անապատում էր, դրա մասին արդեն խոսեցինք։ Ասում է, երբ որ Սատանան նրան փորձեց եւ վերջի փորձությունն էլ Հիսուսը հաղթահարեց, ասում է, հրեշտակները եկան եւ սկսեցին ծառայել նրան։ Երբ որ մենք Աստծո խոսքի հիմքերի վրա հավատքով ու հաստատուն կանգնում ենք եւ այդ խոսքից չենք շեղվում,
երկնային գերբնական զորությունը գալիս է մեզ բարձրացնելու։ Եվ երկրորդ դեպքը, երբ որ Հիսուսի կյանքի մեջ տեսնում ենք, Հիսուսը նորից դժվարության մեջ էր, արդեն խաչելության ժամանակ, նախքան խաչելություն ասма, երբ որ զգաց, որ իր ժամանակը եկել, ասма աշակերտներին վերցրեց եւ գնաց մի վայր, որը Գեթսեման էր կոչվում։ Եվ աղոթքի մեջ մտավ, հոր առաջ կանգնեց, եւ այդ աղոթքը բոլորս հիշում ենք, չէ՞, ասեց հայր, եթե հնարավոր այս բաժակը ինձանից անցնի, թող լինի, բայց ոչ թե այնպես, որ ես եմ ուզում, այլ ինչպես որ քո կամքն է։ Եվ ասма եկավ աշակերտներին ասեց. հոգին հոժար է, բայց մարմինը տկար։ Սիրելի շատ անգամներ մեր հոգին հոժարակամ է, այս բանն անելու, այն բանն անելու, Աստծո կամքի մեջ այսպես առաջ գնալու, այս ծառայության մեջ ներգրավվելու, այս աղոթքների մեջ ներգրավվելու, բայց մարմինն ասում է. բավական է, հոգնած ես, այսօր ուշ ես տուն եկել, երեք ամբողջ օրը սմենի ես եղել, այսօր շատ ես աշխատել, ճաշ ունես եփելու, շոր ունես լվալու, ոչինչ, մյուս անգամ կգնաս։ Սիրելիս ասա, հայր, ինչպես որ քո կամքն է։ Ոչ թե որ ես եմ ուզում, ոչ թե որ իմ մարմինն է ինձ թելադրում, ոչ թե որ իմ հոգսերն են ինձ կարգադրում, այլ ինչպես որ դու ես ուզում, եւ թող քո կամքը կատարվի, եւ կտեսնես երկնային զորությունը կգա քեզ աջակցելու։ Ասում է քրտինքը նրա վրայից արյան կաթիլների նման, Ղուկաս ավետարանիչը ավելի մանրամասն է ներկայացնում որպես բժիշկ։ Ասում է, երբ որ նա այդ տկարության, այդ դժվարության մեջ մաքարում էր, աղոթքի մեջ պայքարում էր, ասում է նրա քրտինքները արյան նման էին կաթում, ասում է հրեշտակը եկավ եւ նրան զորացնում էր։ Նրան զորացնում էր։ Սիրելիս, երբ որ անգամ զգում ես, որ իրավիճակներն այնքան են ծանրացել, որ դու չես կարողանում, այլևս քեզ համար շատ դժվար է, հիշիր, երկինքը կա քո կողքին, նա գալիս է քեզ զորացնելու։ Աստված կուղարկի երկնային հրեշտակներին եւ նրանք քեզ զորություն կտան։ Նրանք քեզ կծառայեն, նրանք քեզ կբարձրացնեն, որպեսզի դու հոր կամքի մեջ հաստատուն կանգնես։ Հիսուսն սկսեց Աստծո խոսքի վրա հաստատուն մնալով իր ծառայությունն իրականացնել եւ նա իր ընթացքը ավարտեց հոր կամքը կատարելով։ Մի նայիր քո թուլություններին։ Ինչ ես կարծում, Հիսուսի վրա հարձակումներ չէր գալիս, Հիսուսի վրա դժվարություններ չես գալիս, Հիսուսի վրա չէին հարձակվում, նրա մտքեր չէին բերում, սատանան նրա վրա մտքերով ու ամեն ինչով չէր հարձակվում էր, որովհետև Հիսուսը միաժամանակ մարդ էր, բայց նա գիտեր Աստծո խոսքի վրա կանգնել, նա գիտեր հոր կամքի վրա հաստատուն մնալ եւ մինչեւ վերջ պահել։ Երբ որ դու կգնաս այս քայլի մեջ, կտեսնես քեզ զորացած, կտեսնես երկնային զորքերը քո կողքին կանգնած եւ հայրը փառավորված։ Այսօր եկեք կանգնենք Տիրոջ առաջ եւ ասենք հայր, ուզում ենք քո կամքը կատարել, ուզում ենք քեզ փառավորել, բայց ոչ թե մեր տկարություններով ու դժվարություններով, այլ այդ ամենը բերում ենք քո առաջ։ Ընդունում ենք եւ դավանում ենք, որ այդպես ենք, տկար ենք, թույլ ենք, այս իրավիճակում շփոթված ենք եւ այդ ամենը բերում ենք ուղակի քո առաջ դնելու, որպեսզի զորացած գնանք։ Ամեն։ Դանիել մարգարեն, երբ որ աղոթքի մեջ կանգնած էր եւ ասма թուլացել էր 10-րդ գլուխ 19 համարը, ասма Աստծո հրեշտակը եկավ ինձ եւ ասեց. մի վախեցիր, ով սիրելի մարդ, խաղաղություն քեզ, զորացիր, քաջասիրտ եղիր, եւ երբ նա խոսեց ինձ հետ, ես զորացա եւ ասեցի. թող Տերս խոսի, որովհետեւ ինձ զորացրեց։ Գիտես, երբ որ դու աղոթքի մեջ ես, կանգնած ես, պայքարում ես, Աստված խոսում է քեզ հետ։ Եվ երբ որ նա խոսում է, այդ խոսքից զորություն է կփոխանցվում քեզ։ Թույլ տուր քո աղոթքների մեջ Աստված խոսի քո հետ։ Մենախոսություն մի արա։ Երբ որ կանգնում ես, ասա Տեր, ես ուզում եմ դու խոսես ինձ հետ։ Ես ուզում եմ ոչ թե ուղակի գամ մենակ իմ ասելիքը ասեմ ու հետ դառնամ, դատարկվեմ ուղակի ու գնամ, ես ուզում եմ, որ դու խոսես ինձ հետ, դու խոսես ինձ հետ, ես էլ լսեմ, ամեն, եկեք կանգնենք Տիրոջ առաջ, ես վստահ եմ այսօր Աստված քո հետ խոսելու բան ունի, այսօր Աստված Աստծո Սուրբ Հոգին եկել է, այսօր քո սրտին խոսելու, եկել է քո սրտին խոսելու, որպեսզի քո տկարությունը վեր առնի, քո թուլությունը քեզանից վեր առնի եւ քեզ զորացնի, որովհետեւ նա ուզում է իր բանակի մեջ
զորացած եւ զորավոր մարտիկներ լինեն, որ կպայքարեն, մինչև վերջի արյան կաթիլը կպայքարեն եւ զորությամբ կկատարեն այն կամքը, որը երկնքում է, որը հոր մոտ է։